Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 10-րդ գլուխ Սկաստության հոգին Ոչ մեկ բան այնքան շատ վախցնող է, որքան դգիտությունը։ Դգիտությունը գիտության պակասն է։ Գիտության արժեքի մասին հաճախ կխոսվի Աստվածաշունչին մեջ։ Արագած 24:5 կսե. Իմաստուն մարդը զորավոր կլա և գիտուն մարդը իր ուժը գավելցնե։ Իսկ Արագած 11:9 մեզի կհիշեցնե, որ արդարները գազադին գիտությունով։ Գիտությունը քեզի ուժ կուտա երկչոդության թագարթեն խուսափելու համար։ Հասկացիր, որ կա բնական գիտություն և հոգևոր գիտություն։ Հոգևոր գիտությունն ու իմաստությունն ավելի բարձր են բնական գիտութենեն և իմաստութենեն։ Ահա թե ինչու մենք այն կգոչենք գերբնական, այն քերաթաս է բնականեն։ Դիմոթեոսի 2-րդ թուղթի 1 գլուխի 6 և 7 խոսքերուն մեջ Պողոսը Դիմոթեոսին կհիշեցնե այն 3 կարևոր հիմունքները, որոնք անհրաժեշտ են վախին երկչոդությանը հաղթելու համար։ Ադոնք են սերը, զորությունը և սկաստությունը։ Այս գլուխին մեջ կխոսենք վերջին հիմունքի սկաստության հոգիի մասին։ Ինչ է սկաստությունը։ Արդյոք այն Սուրբ Գիրքի իմացությունն է։ Աշակերտները կհամարվեին դգետ ծգնորսներ, մինչդեռ Իսրայելի ամենագիրտ մարդոց խումբը Սինեդրիոնը հրյաներու բարձրագույն ժողովը շփոթած էր անոնց իմաստութենեն և համարձակութենեն։ Եվ Պետրոսի և Հովաննեսի համարձակությունը տեսնելով և գիտնալով, որ առանց ուսմունքի և դգետ մարդիկ են, կզարմանային, միայն կճանչնային անոնց, որ Հիսուսին հետ էին։ Գործք Առաքելոց 4:13 Ստեփանոս անունով մարդը, որ որբևայրիներու սեղանի սպասավոր էր, փակեց ժողովարանի գրթված առաջնորդներուն բերանը։ Աստվածաշունչը կպատմե, և չէին կրնար թեմ գենալ այն իմաստությանը և այն հոգիին, որուն միջոցով ան կխոսեր։ Գործք Առաքելոց 6:10 Անմիջապես կտեսնենք, որ սկաստության հոգին չի ծնիր բնական իմաստութենեն կամ Սուրբ Գիրքի հատուկ դասընթացներեն։ Այսպիսով ուրգե գուկա սկաստության հոգին։ Ունենալ հայտնություն։ Սկաստությունը գուկա Քրիստոսի միտքը գիտնալեն։ Միայն քրվածքը գիտնալը չի նշանակեր գիտնալ Քրիստոսի միտքը։ Մեզի ասված է, որ քիրը կսպանե, հոգին կկենդանացնե։ 2 Կորնթացիս 3:6 Փարիսեցիները քիրքերու իմացության հարցին մեջ դգետ չէին։ Անոնք չէին գիտեր ադոնց հոգին, այդ պատճառով ալ անոնց ծառայությունը մահ կբերեր։ Այն ավելի կհեռացներ մարդոց Աստուծո սրտեն, քան կմոտեցներ անոր։ Անոնք մարդոց կբաժնեին Աստուծմե իրենց օրինաբահ գիտությամբ, կներկայացնեին Աստուծո այնպես, ինչպես իրենք կհասկնային, գլուխով և ոչ թե սրտով։ Հիսուսը հայտարարեց. ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս կուքա Աստուծո բերանեն։ Մատթեոս 4:4 Ուշադրություն դարձուր, որ Հիսուսը չսավ դուրս եկավ։ Ադիգա գլար ոչ թե անցյալ ժամանակով, այլ միայն քրված խոսքով։ Միայն Աստվածաշունչն է, որ դուրս եկած է Աստուծո բերանեն։ Հիսուսն ասավ դուրս կուքա, որ ներկա ժամանակով է։ Մենք պետք է ճանչնանք այս քրության դիրոջը, որբեսի գիտնանք, թե այսօր ինչ դուրս գելլե անոր բերանեն։ Հիսուսը Հովաննես 16:13 և 14-ին մեջ ասավ. բայց երբ որ ան ճշմարտության հոգին գուքա, ան կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձեն չի խոսիր, այլ ինչ որ գլսե կխոսի և քալու բաները կպատմե ձեզի։ Ան ինձի կփարավորե, որովհետև ինձմե կառնե և կպատմե ձեզի։ Ուշադրություն դարձուր, որ Հիսուսն ասավ ինչ որ լսե, այլ ոչ թե ինչ որ լսեց։ Սուրբ Հոգիին օգնությամբ մենք կրնանք գիտնալ, թե ինչ գսե Հիսուսը հիմա։ Այդ բարակային թուն կրնաս հարցնել. ինչ օգուտ Սուրբ Գիրքեն։ Ադիգա մեզի օգնելու և առաջնորդելու ուղեցույց է։ Ադիգա Աստուծմե ներշնչված է
Երբ Սուրբ Հոգին կգենթանացնե այն, խոսքերը գենթանի կդառնան մեր սրտերուն մեջ եւ ոչ թե միայն մեր գլուխներուն մեջ։ Աստվածաշունչն այն չափանիշն է, որ մենք կօգտագործենք հաստատելու համար այն ինչ որ լսած ենք Աստուծո Հոգիեն։ Սուրբ Հոգին երբեք Աստվածաշունչին հակառակ չի խոսիր, բայց մենք կգրնանք մենք մեզ խանգարել։ Մենք կգրնանք մեր հասկացողությամբ սահմանափակել այն ինչ որ կգրնա ասել կամ ընել Սուրբ Հոգին։ Ասիկա էր փարիսեցիներու սխալը։ Աստվածաշունչի գլուխներուն եւ խոսքերուն դեղը գիտնալը բավարար չէ։ Փարիսեցիները շատ գիտելիքներ ունեին։ Պաստորեն անոնք կոց գիտեին 5 դագարանի առաջին 5 գիրքերը։ Անոնք կհետազոտեին քրվածքը եւ անհամբեր կսպասեին Մեսիային։ Մինչդեռ փարիսեցիները անոր կսպասեին քրվածքի մասին եղած իրենց հասկացողությամբ։ Անոնք գիտեին, որ Եսայան այսպես մարգարյացավ. որովհետև մեզի համար մանուկ մը ծնավ, մեզի որդի մը դրվեցավ, եւ իշխանությունը պիտի ըլլա անոր ուսին վրա, եւ անոր անունը պիտի գոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Իշխանությունը շատ ցնելուն եւ խաղաղության վերջ չգա Դավիթի աթոռին վրա եւ անոր թագավորության վրա, որ անոր հաստատե եւ բնթացնե անոր իրավունքով եւ արդարությունով այսօր վնե մինչեւ հավիտյան, զորած դիրոջ նախանցը պիտի ընե այս։ Եսայա 9:6 եւ 7։ Ըստ փարիսեցիներուն Մեսիան պիտի հաստատեր իր երկրային թագավորությունը, պիտի ազատագրեր անոնց Հռոմի լուծեն եւ պիտի նստեր Դավիթի գահին վրա։ Ադոր համարալ, երբ Հիսուսը եկավ որպես հյուսն Գալիլեո Նազարեթ քաղաքեն, իսկ անոր ուղեկցող աշակերտները անուս ցգնորսներ եւ մաքսավորներ էին, փարիսեցիները քայթակղեցան։ Այս փարիսեցիները մշտապես կհակարակեին Հիսուսին այնպիսի թեմաներով, որոնք իրենք հնարած էին մեկնելով Սուրբ Գիրքի իրենց հասկացողութենեն։ Անոնք որոշած էին, որ Մեսիան պիտի ըլլա հզոր ազգային առաջնորդ։ Ադոր համարալ հակարակելով Հիսուսին, անոնք այսպիսի հարցումներ կհարցնեին. եթե դու ես Մեսիան, ուր է քու թագավորությունը, որ կենթադրես հաստատել, ինչու չես նստիր Դավիթի գահին։ Հիսուսը կպատասխաներ. Աստուծո արքայությունը թուրսի նշանով չի կար, ոչ ալ գսեն թե ահա հոս է կամ ահա հոն է, որովհետև ահա Աստուծո արքայությունը ճիշտ ցերներսն է։ Ղուկաս 17, 20 եւ 21։ Այսօր մենք կգրնանք ասիկա հասկանալ, որովհետև արդոնություն ունինք գիտնալու, որ Հիսուսը մահացավ եւ հարություն առավ, բայց այդ մարդիկ վստահ էին, որ իրենք ճիշտ են։ Այնուամենայնիվ փարիսեցիներու վստահությունը գուքար Սուրբ Գիրքի իրենց հասկացողութենեն։ Անոնք չունեին հոգիին հասկացողությունը։ Հոգիեն ստացած հայտնություն։ Սիմեոն անունով մարդը նույնպես կսպասեր Մեսիային։ Ան այնքան գիտելիքներ չուներ, որքան փարիսեցիները, բայց դες թե Աստվածաշունչն ինչ կսե անոր մասին։ Եվ այս մարդը արդար եւ աստվածավախ էր եւ կսպասեր Իսրայելի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի գար անոր վրա, եւ անոր պատկամ եղած էր Սուրբ Հոգիեն, որ մահ չտեսնե, մինչեւ որ Տիրոջը Քրիստոսին տեսնե։ Եվ հոգիով եկավ դաջար, եւ երբ որ ծնողները Հիսուս երեխային բերին, որ օրենքի սովորության պես անոր համար ընեն, անալ արավ անոր, ընդունեց իր քիրգը եւ Աստուծո օրհնեց եւ ըսավ. Հիմա գարցագես քու ծառային ով դեր, քու խոսքին պես խաղաղությունով, որովհետև իմ աչքերը տեսան քու փրկությունը, եւ Հովսեփը եւ անոր մայրը զարմացած էին այն բաներուն վրա, որ անոր համար գխոսվեին։ Ղուկաս 2, 25-30 եւ 33։ Երբ Հիսուսին բերին Տիրոջը նվիրելու, ան մոտավորապես 6 ամսեկանեն մինչև 2 տարեկան էր։ Դաջարը հսկայական էր, անոր տարածքին մեջ կմտնեին քանի մշինություններ։ Հոն սովորաբար գլային հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ։ Փորձենք մտովի տեսնել այդ տեսարանը։ Գալիլեային գուկա հյուսնը իր գնոջ հետ, որուն քիրգը շուրջ 6 ամսական մանուկ մնե։
Անոնք դաջարին մեջ ամփոխի մեջ են, երբ այս մարդը Սիմեոնը գվազե վերցնելու մանուկը եւ գմարգարյանա, ահա Մեսիան։ Հիմա գրնակ հասկանալ, թե ինչու Հովսեփն ու Մարիամը զարմացած էին։ Ուշադրություն դարձուր, որ Սիմեոնը չբացահայտեց Մեսիային քալը, գարթալով քիրքմը ասենք 101 բաժարներ, թե ինչու Մեսիան պիտի գա Քրիստոսեն առաջ 4-րդ թվին վերնակիրով։ Ան այս տեղեկությունը չստացավ Սուրբ Գիրքերը ուսումնասիրելով։ Սուրբ Հոգիի հայտնությամբ Սիմեոնը գիտավ, որ Մեսիան գուքար։ Ան դաջար եկավ Սուրբ Հոգիի ցուցմունքով եւ առաջնորդությամբ։ Ահա ապշեցուցիչ փաստը, որ մտածել գուտա։ Այս մարդը, որ օրենքի փորձագետ չէր, ընդունեց Հիսուսին որպես Մեսիայի, երբ ան շուրջ 6 ամսական էր, մինչդեռ 30 տարի ետք փարիսեցիները չջանցցան Մեսիային, երբ ան թևեր գահաներ, գբժշկեր հիվանդներուն, գփանար գույրին աչքերը եւ հարություն գուդար մերելներուն։ Ահա դարբերությունը դիրոջ միտքն ունենալու եւ գրվածքը մտքով հասկանալու միջև։ Գրնա բադահիլ, որ մենք նոր գդագարանին հետ վարվինք, այնպես ինչպես փարիսեցիները գվարվեին 5 դագարանին հետ։ Արդյոք սահմանափակած ենք Աստուծո մասին մեր գիտությունը, մեր վարդապետությամբ եւ քիրքերու մեր իմացությամբ։ Վարդապետությունն Աստուծո հետ փոխհարաբերություն չի ստեղծեր, այն միայն կբացատրե ադիգա։ Երբ ես ասի այո, իմ ամուսնության ժամանակ ադորմով ամուսնության մասին ցերնարկ չստացա, ես սկսա անձնական փոխհարաբերություններ ձևավորել իմ գնոջ հետ։ Ուրեմն պետք է որ մենք թատրենք մեր Աստվածաշունչը գարթալե։ Անշուշտ ոչ, մենք պետք է այն գարթանք ուրիշ ձևով։ Երբ ես իմ Աստվածաշունչը ցերքս կվերցնեմ, միշտ կաղոթեմ խնդրելով Սուրբ Հոգիեն, որ հայտնի ինձի Տիրոջ խոսքը։ Երբ ես կգարթամ, ճշմարտությունները կբորդկան իմ սրտին մեջ։ Այդ ճշմարտություններն այն խոսքերն են, որոնցմով ես պետք է ապրիմ։ Սկաստությունն այն է, որ գիտնաս, թե ճիշտ հիմա Աստված ինչ կսե եւ գնե։ Միայն Աստուծո Հոգին գրնա բացահայտել ասիգա։ Ան գրնա հաղորդակցիլ Աստվածաշունչի միջոցով կամ խոսիլ իմ սրդին հետ իր մեղմ հանդարտ ցայնով։ Երբ մենք գիտենք, թե Աստված ինչ կսե, մենք կհաստատվենք անսասան ժայռի վրա։ Հիսուսն իշխանությամբ կխոսի։ Ավետարանները շարունակ կպատմեն, թե ինչպես Հիսուսն իշխանությամբ կխոսեր։ Նայիր այդպիսի դեպքիմը։ Եվ եղավ, երբ որ Հիսուսն այս խոսքերը վերջացուց, ժողովուրդները կզարմանային անոր վարդապետության վրա, որովհետև իշխանություն ունեցողի պես կսորվեցներ անոնց եւ ոչ թե թբիրներու պես։ Մատթեոս 7:28 եւ 29։ Ան ոչ միայն կխոսեր իշխանությամբ, այլև կշարժեր իշխանությամբ։ Դες մեկ ուրիշ դեպքմը։ Եվ զարմանք եղավ ամենուն վրա եւ իրար հետ կխոսեին եւ գսեին. ասիգա ինչ բան է, որ իշխանությունով եւ զորությունով բիղծ հոգիները կսաստե եւ անոնք դուրս գուքան։ Ղուգաս 4:36։ Հիսուսը գաբրեր եւ գշարժեր այնպիսի իշխանությամբ, որ ժանցավ Հռոմայեցի հարյուրապետը։ Ան Հիսուսին ասավ, որ եթե ան խոսքը ասե, իր ծառան կբժշկվի։ Մատթեոս 8:5-10։ Այս Հռոմայեցին հասկացած էր Հիսուսի իշխանության աղբյուրը։ Հիսուսի իշխանությունը չէր սահմանափակված իր մով, այլ ադիգա Աստված կմատակարարեր։ Ադիգա այդպես էր, որովհետև Հիսուսն ամբողջությամբ կհնազանդեր Սուրբ Հոգիին, որ կհայտներ հոր կամքն իրեն։ Հարյուրապետն ասավ. քանի որ ես նույնպես մարդ մնեմ, որ իշխանության տակ է, եւ իմ իշխանության տակա զինվորներ ունիմ։ Հիսուսը զարմացավ, երբ լսեց ասիգա։ Այս հրամանատարը հասկացած էր, որ իշխանություն ունենալու միակ ճանապարհը իշխանության տակ ըլլալն է։ Հիսուսը կգործեր իշխանությամբ, որովհետև ան իշխանության տակ էր։ Ան ամբողջությամբ կհնազանդեր Սուրբ Հոգիին, որ կհայտներ հոր կամքը։ Ան ասավ. որովհետև ես իմ անձեն չխոսեցա, բայց ինձ ուղարկող հայրը ան բադվեր տվավ ինձի, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսիմ։
Հովաննես 12:49 եւ նորեն Ես ինձ մեջ չեմ գրնար ոչինչ ընել, ինչպես կլսեմ այնպես կթադեմ եւ իմ թադաստանն արդար է, որովհետեւ իմ գամքը չեմ փնտրեր, այլ ինձ ուղարկող հոր գամքը։ Հովաննես 5:30 Հիսուսը հստակ բացատրեց, որ իր իշխանությունը հորմեն գուկա։ Չես հավատար, որ ես հոր մեջ եմ եւ հայրն իմ մեջ է։ Այն բանը, որ ես կխոսիմ ցեզի հետ, իմ անցեն չեմ խոսիր, բայց հայրը, որ իմ մեջ բնակված է, ան կգործե այդ գործերը։ Հովաննես 14:10 Ճշմարիտ, ճշմարիտ կսեմ ցեզի, թե որդին իր մեջ չի գրնար ոչինչ ընել, թե որ չտեսնե այն ինչ որ հայրը գնե, որովհետև ինչ որ ան գնե, որդին ալ ճիշտ այն բանը անորպես գնե։ Հովաննես 5:19 Հիշե, նույնիսկ չնայած որ ան Աստուծո որդին է, ան ապրեցավ որպես Սուրբ Հոգիով լեցված մարդը։ Ան իրեն ազատեց աստվածային բոլոր արտոնություններեն, մինչդեռ կհրամայեր այնպիսի իշխանությամբ, որ կապշեցներ մարդոց։ Ադիգա անորմե էր, որ ան կխոսեր եւ կգործեր միայն այնպես, ինչպես որ Աստուծո Հոգին կառաջնորդեր։ Հիսուսը երբեք չվախցավ, որովհետև Աստված երբեք չի վախնար կամ սարսափիր։ Աստուծմե բացի չկա մեկը ավելի զորավոր, ամենակարող եւ իմաստությամբ լեցուն։ Հիսուսը կմնար իր իշխանության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ փարիսեցիները կփորձեին վախցնել անոր իրենց գրոնական եւ խորամանկ հարցերով։ Անոնք կչանային Հիսուսին թագարթը նետել իր իսկ խոսքերով, փորձելով վարգապեգել անոր, բայց նշանակություն չուներ, թե որքան հմդորեն լարած էր անոնց ծուղակը։ Հիսուսը միշտ կպատասխաներ Սուրբ Հոգիով, գոդրելով անոնց մեգող երկչոտությունը։ Ան կշփոթեցներ փարիսեցիներուն իմաստությամբ, մինչև որ վերջիններս հուսախաբված կհրաժարեին Հիսուսին վախցնելու իրենց փորձեն։ Եվ ոչ ոք կրնար բան մը պատասխան տալ անոր, եւ այն օրեն հետոյալ մեկը չեր համարցակեր անոր բան մը հարցնելու։ Մատթեոս 22:46 Ինչպես որ հայրը ուղարկեց ինձի։ Այժմ հիասքանչ լուրը, ինչպես իմ հայրը ինձի ուղարկեց, ես ալ ցեզի կուղարկեմ։ Հովաննես 20:21 Մենք պետք է ապրենք, խոսենք եւ շարժենք այնպես, ինչպես անգներ։ Ահա թե ինչու անգ քաչալերեր մեզի։ Արդ ծեր սրդին մեջ թրեք, որ առաջվնե հոգ չնեք պատասխանելու համար, որովհետև ես պերան եւ իմաստություն գուդամ ցեզի, որուն չեն գրնար հագարակ խոսիլ եւ ոչ այլ ընտիմանալ ծեր բոլոր հագարագործները։ Ղուգաս 21:14 եւ 15 Բաժարը թե ինչու ոմանք կխոսին, կսորվեցնեն կամ կքարոզեն առանց իշխանության այն է, որ անոնք Աստվածաշունչեն ուղերձ մը գուսումնասիրեն, հետո այդ սուրբ քրային խոսքերուն կխառնեն իրենց հասկացողությունը։ Անոնք կխոսին այն մասին, թե Աստված ինչը սավ եւ ըրավ անցյալին, այլ ոչ թե ինչ կսե եւ գնե հիմա։ Միայն Աստուծո Հոգիով խոսելու բարակային մենք կխոսենք իշխանությամբ, որովհետև ինքն ասավ, թե չեմ թողիր քեզ եւ երեսե չեմ ցկեր, այնպես որ համարցակենք ասելու դերն է իմ օգնականը եւ ես չեմ վախնար, ինչ պիտի ընե ինձի մարդը։ Եբրայեցիս 13:5-6 Ուշադրությամբ մեկ անգամ եւս նայր այս խոսքերուն։ Մենք գրնանք խոսիլ համարցակությամբ եւ իշխանությամբ, երբ գիտենք, թե ինչ կսե ան։ Աստուծո խոսքին նկատմամբ եղած համոզվածությունը գուտա մեզի համարցակություն։ Աստված կհավաստիացնե մեզի, որ երբ մենք գիտենք, թե ինչ կսե ան, եւ երբ մենք կհավատանք, որ ան միշտ մեզի հետ է, գրնանք համարցակորեն հայտարարել, ինչ կրնա անել ինձի մարդը։ Երբ մենք գաբրինք այս վստահությամբ, մեզի չեն գրնար վախցնել։ Ժամանակագից փարիսեցիները Ես առիթ ունեցած եմ հանդիպելու մարդոց, որոնց ես կանվանեմ ժամանակագից փարիսեցիներ, որոնք չունին հոգին, անոնք գրնան բնթել, որ լեզուներով գխոսին, բայց տակավին չունին Աստուծո հոգին։ Անոնք ավելի արագ մեջբերումներ գնեն Աստվածաշունչի որևէ գլուխեն կամ խոսքեն, քան շատերը։
Այս մարդիկ կհագարագեին ինձի հարցումներով, որոնք կվերապերեին իմ քարոզածին կամ ալ հավանաբար ինչ որ բանի որ քրած էի։ Ես նկատի չունիմ, որ մարդիկ հարցումներ կհարցնեին սորվելու համար կամ որովհետև չէին հասկնար։ Ոչ, ես կխոսիմ անոնց մասին, որոնք ամեն ինչ կանցնեն իրենց կրոնական չափանիշներուն մեջ են, մերժելով որևէ մեկուն կամ որևէ բան, որ չի համապատասխաներ իրենց վարդապետական արգղի բարունակությանը։ Ես ուշադրություն դարձուցած եմ, որ զրույցը կրնա ընթանալ երկու ուղղությամբ։ Առաջինն այն է, որ ես կրնամ մտնել անոնց հետ Սուրբ Գիրքին վերաբերող բանավեճի մեջ եւ դուրս գալ բարդված հատկապես այն բարակային, երբ անոնք շատ լավ գիտեն այդ թեմային վերաբերյալ աստվածաշնչյան համարները, որուն խնդիրին մեջ կփորձեն համոզել։ Անոնք կհաղթեն, իսկ ես շփոթած կմնամ։ Ես վարժված եմ չինալ ասոր մեջ։ Մույս ճանապարհն այն է, որ նայեմ Սուրբ Հոգիին եւ խոսեմ այն, ինչ որ ես կլսեմ իմ սրդին մեջ։ Այդ ժամանակ գուկա Աստուծո իմաստությունը եւ անոնց պաստառներեն հետ անգամ չի մնար։ Աստուծո իմաստությունը միշտ գուկա Աստվածաշունչեն, բայց Սուրբ Հոգին կենթանության շունչ կուտա։ Դարիներ առաջ ես ծառայողի հետ օտանավի մեջ էի։ Մենք ծանոթացանք հրյա գնոջ հետ, որ շատ խելացի էր եւ հաղորդակցող։ Անոր հետ թեժ զրույց ունեցանք Տեր Հիսուսին մասին։ Մենք փորփոքած մեկս մյուսին գարկ չտալով կփորձեինք ապացուցել, որ Հիսուսն է Մեսիան։ Ամբողջ զրույցին ընթացքին գինը փորձեց ապացուցել, որ Հիսուսին ըսածները սուտ են։ Հետո հանկարծ ես հասկացա, թե ինչ գնեի։ Ես գիտեի, որ այս բանավեճը ոչ մեկ բանի կհասցնե։ Այնպես որ ես այդ ընթացքին փնտրեցի Սուրբ Հոգիի առաջնորդությունը եւ անհայտնեց, թե ինչ պիտի խոսեի։ Ես նայեցա գնոջը եւ բաժնեկցեցա այն խոսքերով, որոնք Սուրբ Հոգին տված էր ինձի։ Անգեյետ իմ ցայնը փոխվեցավ եւ ես խոսեցա իշխանությամբ։ Երբ գինը լսեց այդ խոսքերը, անոր փիփերը լայնցան եւ ան լրեց։ Մեր ողջ վիճաբանությունը չօգնեց անոր, բայց երբ Տիրոջ խոսքը եկավ, այն անմիջապես աստեց այդ գնոջ վրա։ Օտանավեն դուրս գալեն յետք ծառայողը, որուն հետ կջամփորդեի, ըսավ. «Ջոն, ես զգացի Տիրոջ ներկայությունը, երբ դու գխոսեիր այդ խոսքերը։ Դու նկատեցիր, որ ան այլևս ոչինչ կրծավ ասել։ Մի հանձնվիր անբդուղ բանավեճերուն, որոնք հիմնված են Աստվածաշունչի մտային հասկացողության վրա։ Ադոր փոխարեն թույլ տուր Սուրբ Հոգիին, որ առաջնորդե քեզ հոգևոր իմաստության մեջ։ Որն ալ գխոսինք ոչ թե մարդկային իմաստության սորված խոսքերով, այլ Սուրբ Հոգիին սորվեցուցածներով, հոգևորները հոգևորներու հետ համեմատելով, բայց հոգևոր մարդն ամեն բան կքննի եւ ինքը ոչ ոքեն կքննվի, որովհետեւ ով գիտե Տիրոջ միտքը, որ բան մսորվեցնե անոր, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Առաջին Կորինթացիս 2, 13, 15 եւ 16։ Ոչ ոք կրնա քննել, անգլերենին մեջ թադաբարդել կամ վախցնել անոր, որ ունի Քրիստոսի միտքը։ Ես կրնամ պատմել բազմաթիվ դեպքեր, որոնց ժամանակ վախցած գլայի, եթե չթիմեի Աստուծո Հոգիին։ Մեզի խորհուրդ կդրվի ապրիլ այնպես, ինչպես Հիսուսը կապրեր։ Առաջին Հովհաննես 2:6։ Հիսուսը գներ միայն այն, ինչ որ կտեսներ Սուրբ Հոգին ընելու ժամանակ։ Եթե մենք այդպես ընենք, գունենանք սկաստություն եւ համարձակություն, ցերկ կցկենք երկչոդությունն ու վերահսկողությունը հաղթելու համար։ Դեր, ես ինչ պետք է անեմ։ Հաճախ մենք թեմ արդեմ կհանդիպինք իրավիճակներու, որոնք կրնան անդամալույց ընել մեզի։ Ադոր պատճառով չենք կրնար ամբողջությամբ ընել այն, ինչ որ Աստված տրած է մեր առջև։ Ադիկա կբադահի այն բարակային, երբ չունենք Քրիստոսի միտքը։ Ես այսպիսի խնդիրի առջև գեցա Մեքսիկոյի մեջ։ Մեծ ավետարանչական ծառայության համար հրավիրված էի Մեքսիկոյի Մոնտերեյի քաղաքը։ Ես հրավիրված էի միայն մեկ ծառայություն անցնելու համար եւ հոգացած էի իմ ծախսերը։ Օրվան առաջին կեսը անցուցի աղոթքի մեջ։ Երբ կաղոթեի, դեսա սև ամպը, որ գախված էր այն շենքին վրա, ուր մենք պետք է հավաքվեինք։
Ես հարցուցի դիրոջը, թե ադիգա ինչ էր։ Ան բացադրեց. Ջոն, ադիգա այն խավարն է, որ գգրվի այս ծառայության թեմ, շարունակե աղոթել։ Շատ ուժեղ օծություն եկավ զորացնելով ինձի աղոթքի մեջ։ 30 վայրկյանի ընթացքին ես նորեն ինչ-որ բան մտեցա։ Լույսի ջարակայթը երկինքեն ուղիղ գիչներ շենքի դանիքին վրա։ Գրգին ես հարցուցի դիրոջը, թե ադիգա ինչ էր։ Ան ըսավ իմ հոգին. ադիգա իմ անխոչընդոտ փառքն է, որ այս երեկո պիտի քա ծառայության ժամանակ։ Ես այնքան հուզված էի։ Ծառայությունը պետք է սկսեր ժամը 18-ին։ Մենք քիչ մը շուտ հասանք։ Մեզի էսին, որ Պաշտոնյամը գուզե տեսնել ծառայությունը գազմագերբող Հովիվին։ Այդ Պաշտոնյային գուղեկցեին Համասկեստ հագած 2 սպաներ։ Հովիվն ու ես քացինք հանդիպելու անոր։ Պաշտոնյան Հովիվին հետ խոսեցավ սպաներենով, հետո դարձավ եւ հարցուց ինձի անգլերենով. «Դուք կխոսիք սպաներեն»։ «Ոչ, բարոն», պատասխանեցի ես։ Հետո ան պատվիրեց ինձի ասելով. «Այս երեկո դուք ոչինչ պետք է խոսիք ժողովրդին հետ, բացի туриզմի հետ կապված խնդիրներու մասին»։ Հետո ան դարձավ դեպի Հովիվը եւ խոսեցավ անոր հետ։ Ես կնայեի Հովիվին, ան ուրախ չէր։ Պաստորեն Հովիվը բավականին վախծած էր։ Երբ Պաշտոնյան վերջացուց, ան եւ 2 զինվորականները հեռացան։ Հովիվն ինձի մեկ կողմ քաշեց եւ ըսավ. «Ջոն, այս մարդը կառավարական պաշտոնյա է եւ ան գսե, որ դու չես կրնար քարոզել։ Մեքսիկոյի մեջ օրենք մը կա, ըստ որուն դու չես կրնար քարոզել առանց թույլտվության, եթե քաղաքացի չես»։ Ան շարունակեց ըսելով. «Ադիգա օրենք մնե, որ սովորաբար հարգադրող չէ, բայց ակնհայտ է, որ այս մարդը չուզեր քեզ հոս տեսնել եւ ան գուզե գիրառել այդ օրենքը։ Ան նաեւ ըսավ, որ գուզե տեսնել քեզ իր գրասենյակին մեջ 2 շաբթի օրը առավոտյան ժամը 9-ին։ Ես չէի կրնար հավատալ իմ լսածին։ Անմիջապես ըսի Հովիվին. «Լսե, ես ամբողջ ճանապարհը չգդրեցի անցա, որ հոս չքարոզեմ։ Եթե դու միայն ինձի համար մտահոգված ես, ապա թույլ տուր ինձի քարոզել»։ Հովիվն ըսավ. «Ջոն, ադիգա կրնա նաեւ իմ եկեղեցվո վրա աստեցություն ցկել, ան կրնա շատ խնդիրներ հարաճացնել։ Ան բարձր դիրք ունեցող պաշտոնյա է, լավ գլա որ չքարոզես»։ Այս Հովիվը վախծած էր եւ ես ոչինչ կրծա անել, բացի աղոթելեն, որովհետեւ ան ուներ իշխանություն այդ ծառայության վրա։ Ես դուրս ելա շենքեն։ Ադիգա Մոնտերեի գետրոնը գտնվող մարզադահլիճ մներ։ Դահլիճին դիմաց դրոշակի մծող կար եւ ես սկսա քալել ադոր շուրջ։ Ես գիտեի, որ Աստված ցույց տված էր ինձի աղոթքի մեջ, որ իր փառքը պիտի հայտնվի այս ծառայության ժամանակ, բայց չէի գիտեր, թե ինչ պետք է անեի այդ բահուն։ Միտքս անհանգիստ էր։ Միթե այս վախցնող պաշտոնյան յետ պիտի բահե ինձի այն բանեն, որ Աստված ուղարկած է ինձի անելու։ Հետո ես հասա այն եզրակացությանը, որ այս մարդը չի կրնար գեցնել այն, ինչ որ Աստված ցույց տված է ինձի աղոթքի մեջ։ Արջև եւ յետև երթալով ես կպայքարեի, ինչ անեմ։ Հետո ըսի. «Հայր, ես չեմ գիտեր ինչ անել, բայց դու անագնկալի չեկար ասկե։ Դու արդեն գիտեիր, որ ասիկա պիտի բադահի։ Այնպես որ այս իրավիճակին համար ես գարիք ունիմ քու իմաստությանն ու խորհուրդին։ Սկսա հոգիով աղոթել։ Ես խոսք ստացա. «Խոր ճուրեր է մարդու սրդին խորհուրդը, բայց խելոք մարդը Երևան գահանե»։ Արագած 25։ Հիսուսն ասավ, որ իրեն հավատացողներուն փորեն գենթանի ճուրերու քեդեր պիտի փխին։ Հովանես 7:38։ Ես Աստուծո խորհուրդի քեդի գարիքն ունեի։ Ես Քրիստոսի մտքի գարիքն ունեի։ Լեզուներով աղոթելը գոքնե այդ խնդիրին մեջ։ Աղոթքեն յետք միտքս բավականին հանդարտեցավ ավելին լսելու համար, եւ հանգարտ սրդիս մեջ այս միտքը ծագեցավ. Մարդոց պատմե Մեքսիկո եկած ամենամեծ սպոսաշրջիկին մասին։ Ես բարձրացայն բորացի, քդա, այդ մարդն ասավ, որ ես կրնամ խոսիլ туриզմի մասին։ Ես ալ կպատմեմ Մեքսիկո երբեք այցելած ամենամեծ սպոսաշրջիկի Հիսուս Քրիստոսի մասին։
Ուրախությունը բայթեցավ իմ ներսը եւ ես սկսա ծիծաղիլ։ Վազելով վերադարձա շենք, ես զարմացա։ Աստված արդեն աշխատանք դարած էր հովիվին հետ։ Ան ըսավ. Աստված խոսեցավ հետս եւ ըսավ, որբեսի ըսեմ քեզի, որ ընես այն ինչ որ ան գսե։ Ես սկսա ծառայությունը ըսելով. Ինձի ըսած են, որ ցեզի հետ խոսիմ միայն սփոսաշրջության հետ կապված թեմաներով։ Այնպես որ այս երեկո ես ցեզի պիտի պատմեմ ամենամեծ սփոսաշրջիկին մասին, որ երբեք եկած է Մեքսիկո։ Մեկ ժամ քարոզեցի Հիսուսի մասին, որպես դեր եւ փրկիչ։ Շատերն արձագանքեցին Հիսուս Քրիստոսին որպես դեր ընդունելու գոչին։ Այս խումբին մեջ հաշմանդամ մարդ մգար։ Այն բանեն յետ երբ ես աղոթեցի մարդոց համար, որ ընդունին Հիսուսին, դերը խոսեցավ հետս. Ես կուզեմ բժշկել այդ մարդուն։ Ես նայեցա այդ մարդուն եւ ըսի. Բարոն, Աստուծո հոգին ըսավ, որ կուզեց ես բժշկել։ Ես ցերքերս դրի անոր վրա եւ աղոթեցի։ Հետո բռնեցի անոր ցերքեն եւ մենք սկսանք քալել։ Ան սկիզբեն շատ զգուշ կքալեր։ Հետո ան շարժեցավ ավելի ու ավելի արագ։ Շուտով այդ մարդն ազատ կքալեր, իսկ հետո մենք միասին վազեցինք։ Վերջավորության ես ցկեցի անոր ցերքը եւ ան ինքնուրույն վազեց։ Բազմությունը բռնգեցավ։ Բոլոր դեսագի դգարություններով եւ հիվանդություններով մարդիկ վազեցին առջև։ Խառնաշփոթի մեջ ես կորսնցուցի թարգմանիչիս։ Շուրջ 200 մարդ փոթորիկի պես մոտեցան փեմին։ Շատերը բժշկվեցան, որոնց մեջ գար գինը, որուն մեկ ագանչը ծնած օրեն ամբողջովին խուլ էր, իսկ մյուս ագանչով հազիվ գլսեր։ Այդ գինն այնքան լացած էր, որ վերնաշաբիկն արցունքներեն ամբողջովին թրջված էր, ադիգա հրաշալի էր։ Ես դեղյակ չէի, որ այդ կառավարական պաշտոնյան իր երկու մարդոց ուղարկած էր ծառայության, որբեսի ցերպակալեին ինձի, եթե քարոզեմ։ Անոնք հասած էին այն ժամանակ, երբ ես գաղութեի հաշմանդամ մարդուն համար։ Գարկ ու կանոնի ծառայողներեն մեկը նկատած էր անոնց եւ լսած էր, թե ինչ ըսած էին։ Նախքան անոր ցերպակալելը եկուր տեսնենք, թե ինչ կնե ան։ Երբ անոնք տեսած էին, որ հաշմանդամ մարդը բժշկված է, մեկը հարցուցած էր մյուսին. Թուն կգարձես, որ ասիգա իրական է։ Անոնք ավելի մոտեցած էին փեմին եւ շարունակած էին հետևիլ, թե Աստված ինչ կներ։ Երբ անոնք տեսան, թե ինչպես բժշկվեցավ խուլ գինը եւ ինչպես կուլար, անոնց մեկն ասավ. Ես կգարձեմ, որ ասիգա իրական է։ Հետո Աստուծո զորութենեն 5 տարեկան դղամը ինգած էր քեդին։ Դեսնելով այս ամենը, անոնք համոզվեցան. ասիգա իրական է, եւ այս երկու մարդիկ, որոնք ուղարկված էին ինձի ցերպակալելու, եկան առջև աղոթքի համար։ Հալելույա։ Հաջորդ օրը ես ցկեցի Մեքսիկոն։ Չէի անհանգստանար, որ պաշտոնյային հետ չհանդիպեցա։ Հաջորդ շաբաթ Մեքսիկոյի հովիվը եկավ Միացյալ Նահանգներ իրեն հետ բերելով Մոնտերեյի ամսագիրի օրինակը։ Ան առաջին էջին կարդաց հոդվածը մեր ծառայության մասին։ Ամսագիրը կդեղեկացներ, որ կառավարական պաշտոնյան ըսած է, թե ես խաբեբայ եմ ու այն ամենը ինչ որ գուզեի թրամներ։ Ես առաջնորդված էի, որ փենիմը նույնիսկ չառնեմ այդ երկրեն, եւ ես հոգացած էի իմ ծախսերը։ Ասիգա լսելեն յետ ես հասկացա, թե ինչու։ Բայց եւ այնպես ամսագիրը կշարունակեր հաստատելով, որ իրենց լրագրողները տեսած էին, որ մարդիկ իսկապես կբժշկվեին։ Փառք Աստուծո։ Կառավարական պաշտոնյան փորձեց գեցնել ինձի իր սպառնալիքներով։ Եթե հովիվը եւ ես ինայինք այդ սպառնալիքներուն աստեցության տակ, Աստուծո բարգեւը մեր կյանքին մեջ հանգած պիտի ըլլար։ Ոչ ոք պիտի փրկվեր ու ոչ մեկուն համարալ ծառայություն պիտի ըլլար այդ երեգո։ Այն խոսքը, որ ան խոսեցավ ինձի իր հոգիով, ինձի համարձակություն տված էր գոդրելու երկչոդությունը, որ արձակված էր իմ թեմ։ Ահա ադիգա է քաստության զորությունը։